կարծում եմ, որ հայրենիքը էմոցիոնալ ընկալում այն ամեն ինչին, ինչ հարազատ է քո համար, դա քո մանկությունն է, քո շրջապատն է, քո մանկապարտեզն է, դպրոցն է, իհարկե առաջ երթին ընտանիքն է, փողոցն է, եւ միգուցե այսպիսի ձևակերպում տան քո էմոցիոնալ հավաքական հիշողությունն է քո կյանքի մասին եւ քո ապրելու միջավայրի մասին։ Ընկալումս սա է, թե երբ դա սկսվեց, կարծում եմ բնազդով շատ փոքր ժամանակվանից դա գալիս է։ Ընդհանրապես կա հետևյալը, չէ՞, կա փոքր հայրենիք, մեծ հայրենիք։ Հիմա փոքր հայրենիքը դա քո պապական տունն է, միջավայրն է, որտեղ դու մեծացել ես, մեծ հայրենիքը դա ավելի հավաքական պետություն, պետականություն եւ կարևոր այդ կապն է։ Այդ փոքր հայրենիքի եւ մեծ հայրենիքի էմոցիոնալ ընկալման եւ պետություն մարդ հարաբերությունների, սա տարբեր բաներ են, հայրենիք և պետություն իսկապես տարբեր են, պետությունը այնուամենայնիվ դա որոշակի քաղաքացի պետություն, պարտականություններ, պարտավորություններն է, որոնք սահմանադրությամբ ֆիքսված են, և ինչքան իրենք ավելի մոտ են իրար, այնքան լավ, ավելի կոմֆորտային երկիր է դառնում քաղաքացու համար։ Ռոբերտի ընտանիքը շատ գեղեցիկ, գրագետ և շատ տրադիցիոն հայկական արցախյան ընտանիք են։ Մայրը Տիկին Էման, շատ գեղեցիկ կին էր, երևի դուք կտեսնեք նկարներում, խիստ էր, Ռոբերտի պատմելով շատ խիստ էր և այդ ձևով ինքը դաստիարակեց իր զավակներին։ Իր հայրը Քոչարյան Սեդրակը ինքը գիտնական էր, ամբողջ կյանքը նա նվիրեց գիտությանը, ուներ նաև պետական պաշտոն և իր համար Արցախը շատ հատուկ միջավայր, հատուկ հող էր և մինչև կյանքի վերջում նա մնաց։ Եվ մեր հարևանուհին Տիկին Էլմիրան ես որ իմ կիսրարին չեմ տեսել, ասում էր, բելա դու չգիտես էդ ինչ մարդ էր, ինչ որակի մարդ էր։ Իրոք շատերից եմ լսել, որ ինքը հրաշալի մի ազնվորություն էր։ Որս մասին ամեն ինչ եմ հիշում, ամեն ինչ։ Հիշում եմ, որ շատ բնական էր, այդ ֆալշ հասկացողությունը չկար ընդհանրապես մարդու մեջ եւ իմ մոտ իմ հիշողության մեջ բետոնացվել է այդ հանգամանքը։ Բարձ հասկանալի մեծ գիտելիքների տեր, արհեստավար իր գործում մի մարդ, որին կարելի է վստահել։ Նայելով հորը դու փորձում ես այդ արժեքային համակարգ, այդ մոտեցումները որդեգրել որպես քո կյանքի սկզբունք։ Եվ ես չեմ հիշում, որ իմ հերս հատուկ նպատակ դներ, ինձ նստացներ և քարոզեր, թե ինչն է լավը, ինչն է վատը, ինչ պետք է անեմ, որ ճիշտ մարդ մեծանամ։ Ես չեմ հիշում նման խոսակցություններ իմ հոր հետ։ Սեդրակ Քոչարյանի հայրը, Սարգիս Քոչարյանը, Դաշպուլաղ գյուղի քահանան էր։ Եկեղեցում աշխատեց մինչև 20 թվականների վերջը, երբ հիմնականում փակվեցին բոլոր եկեղեցիների դռները, յուրաքանչյուր գյուղ, Արցախի գյուղ ուներ իր քահանային, իր եկեղեցականին, որոնց դեր էին ասում։ Տեր էլի, տեր բառից, իր կինը Անուշ տատիկը, Ռոբերտը ասում էր շատ խիստ, այսպես տատիկ էր,